Շարունակենք ուսումնասիրել ընտրվածության գործիքները և նայենք տվյալ գործիքների կոնտեքստային մենյուն։ Ընտրենք որոշակի հատված, աջ կլիկ անելով այդ հատվածի վրա, բացենք կոնտեքստային մենյու և տեսնենք, թե ինչ է կարելի անել այս մենյուի օգնությամբ։ Deselect, հանել ընտրվածությունը։ Select inverse, ընտրել ընտրվածության հակառակ հատված և ցանկացած գործողություն կարելի անել արդեն այս հակառակ հատվածի վրա։ Եկեք անենք Deselect, նորից փորձենք ընտրել որոշակի հատված և հաջորդ մենյուն ցույց տալու համար ես կուզենայի կատարել սենց մի հատ հետաքրքիր փորձ։ Եկեք ընտրենք նոր ֆայլ և նոր ֆայլի background color-ը եկեք ընտրենք white կամ որևէ ուրիշ գույն։ Եկեք անենք սենց, ուրեմն մի հատ նախորդ թղթի համար ընտրենք, ասենք թե այսպես մի հատ կանաչ գույն։ Նոր դրանից հետո, թղթի գույնը ընտրելուց հետո և ես ընտրեմ file new, ուրեմն background contents-ը դնեմ background color, այսինքն թղթի գույն, և եթե ես սեղմեմ OK, տեսեք նոր ֆայլը իմ մոտ արդեն ստեղծվեց այս թղթի գույնով։ Տեսեք ինչ է կարելի անել։ Եթե մեր մոտ ես ուղղակի ընտրեմ որոշակի հատված ու տեղափոխեմ այսպես, տեսեք, ֆայլի մեջ, նոր ֆայլի մեջ տեղափոխված հատվածը ունի շատ ստույգ սահմաններ և միանգամից երևում է, որ տվյալ հատվածը տեղափոխվել է ուրիշ ֆայլից, այսինքն ոնց որ հենց կտրած լինի ուրիշ ֆայլից։ Եթե մենք տեղափոխելուց առաջ աջ կլիկ անենք տվյալ ֆայլի վրա և ընտրենք feeder և այս տվյալ դաշտի մեջ գրենք օրինակ թիվ 4, ես վերցնում եմ մեծ թիվ, որ դուք շատ լավ տեսնեք տարբերությունը։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Տեղափոխելուց հետո իմ մոտ այս հատվածները համեմատ նախորդ տեղափոխությունների, տեսեք, բավականին արդեն փափուկ են, այսինքն դուք տեսնում եք, որ այս հատվածները փորձում են արդեն մերվել կամ նստել, ոնց որ ասում են նկարիչները, նախորդ ֆոնի վրա, և ուշադրություն դարձնելով հատվածներին, ես բերեմ մոտիկ, որ դուք տեսնեք, տեսեք, առաջի հատվածի եզրերը շատ ստույգ են, երկրորդ հատվածին շատ փափուկ են։ Սա թույլ է տալու մեզ, եթե մենք ուրիշ տեղից փորձենք բերենք որոշակի նկար, ապա այս նկարը համապատասխանեցնել ֆոնին և տպավորություն չստեղծվի նենց, որ այս նկարը կտրած բերած է ուրիշ տեղից։ Բնականաբար ինչքան մեծ լինի feeder-ի թիվը, եկեք ընտրենք 15, այնքան ավելի սահմանները կլինեն փափուկ, այսինքն այդքան ավել պիքսելներ ավելացնում է, ավել թափանցիկ պիքսելներ ավելացնում է տվյալ գործիքը ընտրված հատվածի սահմաններին, բնականաբար տեղափոխելով ցանկացած ուրիշ ֆայլի մեջ, թափանցիկ պիքսելների տակից երևում է արդեն մյուս ֆայլի ֆոնը և տվյալ հատվածը դառնում է շատ ավելի սահուն ու շատ ավելի նստած այդ ֆոնի վրա։ Так, եկենք այս ֆայլը ինքը մեզ հիմա պետք չի և անցնենք և ընտրված հատվածի վրա։ Անենք Deselect, կատարենք այս հատված նորից ընտրվածություն և նայենք հաջորդ մենյու։ Save selection, եթե դուք ուզում եք հիշել այս հատվածը, որ ամեն անգամ չվերադառնաք և նորից ընտրեք հատված, քանի որ ինքը կարող է ընտրվածությունը լինի բավականին բարդ և նորից կատարել ընտրվածությունը լինի անիմաստ, ապա Save selection մենյուի օգնությամբ բացվում է պանել, որտեղից դուք կարող եք տալ անուն ձեր ընտրված հատվածին, սեղմելով OK, դրանից հետո ընտրված հատվածը հիշված է, որը կարելի է գտնել Channel լողով պանելի վրա, տեսեք, ներքև երևում է մեր ընտրված հատվածի սև ու սպիտակ պատկերը և սեղմելով այդ հատվածը և բերելով հասցնելով այս կոճակին, որ նշանակում է Load Selection, մենք կարողանում ենք նորից տեսնել, մենք կարողանում ենք նորից միացնել ընտրված հատվածը։ Տվյալ ընտրված հատվածը հիշվելու է այս ֆայլի մեջ և ցանկացած քայլի ժամանակ մենք կարողանանք վերադառնալ և կատարել միացում այս հատվածը։ Layer վերակոպ ստեղծել շերտ ընտրված հատվածի հիման վրա կատարելով
կրկնապատկեր, այսինքն կոպի անել տվյալ հատվածը որոշակի շերտի վրա։ Տեսեք, միջև ես շերտը չեմ տեղափոխում, դուք չեք տեսնում, որ դա ստեղծվել է որպես կրկնօրինակ։ Layer պանելի վրա կարելի է տեսնել տվյալ շերտի կրկնօրինակը։ Եկեք չենջենք այս շերտը եւ նայենք հաջորդ մենյու, որը նշանակում է layer via cut, այսինքն կտրել այս շերտից եւ տեղափոխել նոր շերտի վրա։ Տեսեք, կտրվեց հին շերտից եւ արդեն ստեղծվեց նոր շերտ տվյալ պատկերի հիման վրա։ Այս նոր շերտը ինձ պետք չի, եկեք վերադառնանք Միքայել հետ, ընտրվածության հատվածը եւ տեսնենք, թե ինչ մենյուներ եւս կան։ Ստեղծել ուղղակի նոր շերտ, free transform, ազատ փոփոխություն կտրելով տվյալ շերտը եւ transform selected, ազատ փոփոխություն առանց կտրելու տվյալ շերտը։ Fill, լիցք կատարել տվյալ շերտի մեջ, stroke կատարել եզրագիծ տվյալ շերտի համար։ Օրինակ, տեսեք, եթե ես հիմա ստեղծեմ fill, ապա ես կարողանամ լցնել տվյալ հատվածը, ընտրված հատվածը որևէ գույնով, foreground, հիմնական գույնով, տվյալ պահի մեր մոտ կարմիրն է, background color, տվյալ պահի մեր մոտ կանաչն է։ Եթե ընտրեմ color, ապա ես կընտրեմ ցանկացած գույն այստեղից։ Ես կարող եմ ընտրել նախշ, ես կարող եմ ընտրել որևէ մոխրագույնի երանգներ, օրինակ, եթե ես ընտրեմ foreground color եւ սեղմեմ OK, ապա իմ մոտ տվյալ ընտրված հատվածը կլցվի որևէ գույնով, մեր հիմնական գույնով։ Եվ եթե ես ընտրեմ stroke, այսինքն եզրագիծ, ես կարող եմ տալ եզրագծի հաստություն, կարող եմ տալ եզրագծի գույն, Ինը սեղմելով OK, ես կարող եմ ստանալ տվյալ ընտրված հատվածի համար եզրագիծ։ Անելով դեսելեք, ես տեսնում եմ, որ ես ընտրված հատվածը ներկեցի որևէ գույնով և տվեցի դրան որևէ եզրագիծ։